Այսօր ես եւ Լիլիթ ունենք 24 ժամ ժամանակ մեր քաշը հնարավորինս շատ ավելացնելու համար։ Օրվա վերջում ում քաշի տարբերությունը կլինի ավելի մեծ, նա կդառնա այսօրվա հաղթողը։ Ուրեմն ժամանակն է եկել կշռվելու, հասկանալու թե ամեն մեկս քանի կիլո է, որպեսզի հասկանանք թե ամենավերջում ով ավելի շատ քաշ ձեռք բերել։ Ես թե ինքը։ Առաջինից մոտենում է կշերքին Լիլիթը։ Ով ավելի ճիշտ իր քաշը կասի, ասա։ Ես մի 55։ Ես է 68 56 կիլո ու 400 գրամ Լիլիթ ջան։ Տեղուն ես դու աճելու։ Ես ունեմ ախպեր դատար կա փորս։ 72 կիլո 700 գրամ։ Օրես ինչ չողես, օրս ջան։ 72 կիլո արա։ Մի հատ տղա է, Սարա։ Իսկ ինչքան կլինի մեր քաշերը վիդեոյի վերջում գուշակիր կոմենտներում։ Ինձ թվում է, տենց մոտավորապես 77 էլի 78։ Վատ ես, չես կարա այդքան չաղանաս։ 6 կիլո չեմ կարա չաղանամ։ Ես ոչ Գրաս։ Այդ 6 կիլոն լավ կատակ է անում, բայց գրազգանք որ քեզնից չաղամ լնելու։ Ինչի վրա։ Լսի, ով պարտվում է, ինքը մի հատ շորթում է նկարվում, որտեղ մտնում է սառուցով ու սառը ջրով լի բոճկայի մեջ։ Եթե պարտվես մտնելու ես այդ բոճկայի մեջ սառուցով, բայց այս վիդեոյի մեջ չէ, շորթով 15 վայրկյանով։ Համաձայն եմ։ Վաղը մեր YouTube каналիքում այդ շորթը դուրս կգա, նենց որ բաժանորդագրվեք հենց հիմա մեր YouTube каналիքին, որպեսզի բաց չթողնեք։ Իսկ ես գնացի չաղրանալու։ 15 վայրկյան սառույցով լիջերի մեջ, իսկ ինչի մեջ հնգո ես այդքան ոնց եմ չաղանելու։ Գոնե մի 5 կիլո պետք է ավելանամ։ Ոյ օրո, իսկ ինչի մեջ հնգա։ Գնացինք։ Ուրեմն ընկերներ եկել է գիրանալու ժամանակը։ Գիրանալը որն է, չաղանալու էլի, տամոքս լցնելու էլի։ Ես նենց պայքար եմ տանելու Լիլիթի հետ, որ ինքը պրոստը շանս չունենա, ինձ ասի Արգենտեսար ոնց գրեցի։ Մի օրում չես կարա չաղանաս, որովհետև չաղանալը որն է, շատ ես ուտում, քիչ ես էներգիա ծախսում, ինքը այդ տամոքսի տեղածը տալիս է որպես յուղ։ Քանի որ մի օրում այդ ամեն ինչը հնարավոր չի, մարդիկ դրան հասնում են խոսքի մի շաբաթում, մի ամիսում, երկու ամիսում եւ այլն, տարիներում։ Իմ նպատակը է, այսօր իմ ստամոքսը մաքսիմալ կերպով բացելու եմ, ուտելիքը դնեմ մեջը։ Հիմա առաջին հերթին, քանի որ առավոտ շուտ է, ես հաշ չեմ կերել, դեպի պիտի հաց ուտեի, կշռվել եմ նոր։ Մեր առաջին նպատակն է գնալ food court, ամենակալորինի տեղը, որտեղ կա յուղոտնտե ժարի տարած, չգիտեմ, բուրգերներ, ֆրիներ, պիցցաներ, ինչի մեջ կա լիքը կալորիա, դրանից պետք է այսօր օգտվենք։ Էներգիա պիտի ընդհանրապես չծախսենք, որ մեր ստամոքսից ասած չվեկալի, ասի հələ տուր էներգիա է ծախսում։ Պետք է դանդաղ քայլով, ու շատ քիչ շարժվենք։ Հիմա ուղևորվում ենք դեպի food court։ Ոնց հասկացաք, արդեն մեր գիրանալու ժամանակն է, ու եկել եմ առևտուր անեմ լիքը, առնելու եմ լիքը քաղցր, լիքը միս, յուղոտ բաներ եմ սարքելու ուտեմ, որ ես Արսենին պետքա հաղթեմ։ Ընկերներ, ոնց գիտեք, քաղցրի մեջ շատ կալորիաներ կա։ Դրա համար ես պետքա սկսեմ քաղցրից, հետո նոր ասեմ ուտելիքի համը, ես քաղցր շատ եմ սիրում, շատ։ Համել եթե իմ քաղցր սիրողներ էլի կան, լայքեք այս վիդեոն անպայման, որտեղ են քանի հոգի է սիրում քաղցր։ Սրանք էլ շատ գիրացնում, դրա համար վերցնում ենք, այս։ Արի երկու հատ բարնի վերցնենք, օպա, վերցնում ենք կրուասան, պանդիչկա, գիտեք չէ, պաղպաղակն էլ է գիրացնում, բայց այդ ամենավերջում կառնենք, որ չհալվի, ինչ արժի վերցնել։ Ուրեմն ճանապարհին տենում ենք ժելեների կետ, ու ես գիտեմ, որ ժելեի մեջ շատ է կալորիան։ Մեզ պետք է ամենաշատ կալորիայով ժելեն, որ չաղանամ։ Ձվածեղներից ու պիցաներից կտակ։ Հազանայ աղբրած փորը գցում, էլ չել կամ շարժվի։ Չենք մոռանում, որ մենք լիքը բաներ ունենք ուտելու, ընկերս։ Այսօրվա մեր օրը արժևում է։ Պետք է շատ կալորիա, բայց նենց որ տեղ ունենանք էլի ուտելու։ Բարսի շատ։ Էսի food court-ից հետո, չէ լավ դե։ Շո չաղանում ենք դառնում ենք կիբր գուբիցա։ Արի, նայեք քույն ժելեներ է։ Նայես պիցամ գնում էի, գիտես խի, համ պիցան յուղոտ է, դե իրականում։ Համ էլ ժելեն քաղցր է, երկու ձևով է չաղանում է։ Յոգեր, լավ գնացինք հաց ուտելու։ Օրա, էներգիա ծախսում եմ, մի վարքան։ Դեբիլ էլի։ Արսենը սկսում է իր մենամարտը իր ուտելիքների հետ։ Ունենք ստեղ 6 բուրգեր, ունենք ստեղ լիքը ֆրի, ունենք ստեղ դեսերտ, որ հաց ուտենք, դեսերտով նստացնենք, ու դեսերտի մեջ դե գիտեք, լիքը կալորիաներ է պարունակում, իսկ այդ նշանակում է մենք լիքը կճաղանանք։ Մարդու նորման, որ մարդը որ պետք է ստանա կալորիաներով, այդ 2200-ից 2700 կալորիան է, նորմալ։ Ինձ հետաքրքիր է, թե ամեն բուրգերի մեջ ինչքան է կալորիան։ Դրա համար մի հատ նկարում ենք սենց ու ուղարկում ենք մեր ընկերոջը, որը ChatGPT-ն է։ Ես շարժումներ չեմ անում,
էներգիա չի ծախսվում։ Ես այսօր պետք է կիբորգ դառնամ։ Բուլչկեն, որը հացն է, 170 կալորիա է։ Կոտլետը 230-ից 260 կալորիա է, սոուսը 90 կալորիա է ու սալաթը 10 կալորիա է։ Ամբողջովին իրար հետ բուրգերը կազմում է 520 կալորիա։ Ես ուտում եմ 4 հատ բուրգեր, էդ էլ լում է ամբողջ օրվա զապասս, ու մնացածը ինչ ուտում եմ, էդ ինչ չաղացնում է։ Սկսենք ուտելը։ Այսօր ամբողջ օրը ես չեմ շարժվելու։ Դու շարժվի ապե, դու որ չշարժվես, քեզ է կուտեմ։ Եթե շատ չծամեմ, ընդ գնալու է իրար վրա կուտակվի, էլ չկանամ հաց ուտեմ։ Օրը 50 կալորիա է դեսի է։ Օրը ֆրի մեջ ինչքան է կալորիան որ։ Օրը 330, արա։ Ես ես բանը չգիտեի, տենում եք։ Դուք էլ եք իմ հետ տեղի կանում։ Տենում եք ինչ շատ է ուտելիքների մեջ կալորիա։ Նես որ եթե չաղանում եք, sense բաներ մի կերեք կնի արեք։ Morse, Twix, Bounty, Milky Way։ Էս իմ ամենասիրելի վիդեոներից մեկն է, որովհետև Արսեն ինձ չի թողում ես քաղցր ուտեմ, ու հիմա իմ երազանքների պահն է հասունացել, ես ինչ ուզում կարամ առնեմ ուտեմ։ Այսքան հերիքա չողոնալու համար, թե մի հատ է վերցնեմ։ Այսքան հերիքա, իսկ թվում է հերիքա։ Եկանք իմ սիրելի բաժիններից ամենասիրելին։ Մի հատ նայեք ինձ սիրունա դասավորած չիպսոնները։ Վերցնում ենք 1, 2, 3։ Նաև դուք հիշում եք, չէ՞ որ 10 հատ PlayStation-ել է ավելացել ու պայմանները նույնն են։ Հավաքում եք 1-ից մինչև 9 թվերը ու հաղթում եք PlayStation-ը։ Մենք, ես ու Արսեն էլ բերում հանձնում ենք ձեզ։ Լովել թոթոլ չալաղաջա, չէ՞ դու ուտելու ես։ Քեզ էլ վերցնեմ խի։ Արի դու չաղացի էլի մի քիչ։ Ալի Արմեն ջան, ոյ, կասեն ես ինչ սև են պահում իրանց օպերատորին։ Օլա, ինձ չի կարելի գազիրովկա, բայց այսօր ես չաղանալու եմ։ Օգտվել եք, ող եմ սիրած բանից օգտվեմ ու պանիր օրնամ ուտեմ։ Առնենք, չէ՞։ Սիրտս ուզես մի տեսակ։ Բանայ, ես ոտով ուրեմ եկել։ Վերցնում ենք։ Սովորելու ժամանակ բնականաբար յուրաքանչյուրս ունենում ենք ազատ ժամանակ եւ ինչով զբաղվենք այդ ժամանակ, որ հետաքրքիր լինի։ Բնականաբար խաղալ Ռադմիր քո 10 ընկերների եւ քո հարազատների, այսինքն իմ հետ միասին։ Ռադմիրը նույն GTA-ն է, ուղղակի այստեղ սցենար չկա, այստեղ դու ես որոշում թե ինչով զբաղվես, ինչ աշխատես, ինչ մեքենա քշես կամ որ տան մեջ ապրես։ Այստեղ նաեւ դու կարող ես գումար աշխատել քո ապագա մասնագիտությամբ։ Օրինակ որոշել ես դառնալ ոստիկան, կարող ես դառնալ ոստիկան խաղում հասանելի ավելի քան 500 մոդելի մեքենա, որը խաղը սարքում է ավելի ռեալին մոտ։ Խաղը անվճար է եւ հասանելի է եւ քո համակարգչի, եւ iOS եւ Android հեռախոսների համար։ Ներբեռնիր այն հղումով, որը գտնվում է այս վիդեոյի նկարագրությունների բաժնում։ Միացիր 18-րդ սերվեր, որտեղ խաղում եմ ես եւ օգտագործիր Vizov պրոմոկոդը, որը քեզ կտա սկզբի համար մեծ առավելություններ։ Ես սպասում եմ քեզ Ռադմիրում։ Ուրեմն իմ հաշվարկներով ես իմ փորի մեջ լցրել եմ 3420 կալորիա չհաշված ֆանտան։ Հենց ֆանտան պրծստեմ արդեն կգումարեմ 50 կալորիա։ Համ կշտացել եմ, բայց համ էլ ուզում եմ կրեմ։ Նաև ստեղ ունենք մի քանի ավելացած բաներ, որոնք կտանենք արդեն տունը կուտենք, որովհետև այդ ամբողջը ուտելու ուղղակի կատաստրոֆա էր։ Բայց հաղթանակի համար հիմա մեզ պետքա քաղցր, գիտես ինչ ենք անում։ Գնում ենք այն պաղպաղակի կետ ու ասում ենք ամենակալորինի պաղպաղակի ինձ տվեք, որ ես ուտեմ։ Պաղպաղակի մեջ ինչքանով ես եմ տեղյակ ամենաշատ կալորիան է։ Եկեք։ Ուրեմն գնաց մեր ուտելու process-ը համաշարքելու, համուտելու, համշարքելու եմ, որ հարցնեմ։ Իրար հետ միաժամանակ։ Ոյ, դնում ենք թավան, ավելացնում ենք մեր ձեթը։ Թողում ենք թույլ կրակի վրա, ինքը մի քիչ ճտճտա։ Հիմա սա այսպես լով տրորում ենք, համեմում ենք։ Տնոս Օրսանը հիմա ինչ անում, նենց հետաքրքիր է ինձ, տնոս ինչքան է չաղացել։ Բայց գիտեք ինչ ապետ, ամենաշատ կալորիա պարունակող պաղպաղակը, ամենամեծ չափը, որը չաղացնում է այդի։ Այս պաղպաղակը ես գիտեմ, որ ահա որ շատ է, էլի չաղացնում, արա պաղպաղակի մեջ շատ է կալորիաները։ Ոյ, մերսի շատ։ Օրեցի հաստատ մի 2 կիլո ընձի կտա, հա, թե չէ։ Դանդաղ քայլելով, որ էներգիա շատ չօգտագործենք, գնում ենք դեպի դուր։ Այս պաղպաղակը համ թվում է, որ ինքը տեղ չի պարունակում, էլի, օրգանիզմումդ, բայց համ էլ չենք մոռանում, որ օրգանիզմումս տեղ չկա։ Հիմա պատկերացրեք, օրգանիզմումս 6 հատ բուրգեր ու ֆրիներ sense պարկած են, եկել sense ձուն է գալի։ Դա է պաղպաղակը, հա։ Կարակացնենք։ 1, 2, 3։ Օլա, ես պետք է էներգիա չծախսեմ։ Ինչ համար։
նման լվանալ։ Գնում եմ նստեմ։ Հելենա, ելի էներգիա եմ ծախսում։ Բարև ընկերս, խնդրում եմ ինձ ասա գիրանալու մի քանի տարբերակներ, որպեսզի 24 ժամում 3-ից 4 կիլոգրամ գիրանամ։ Իհարկե, կան մի քանի հնարավորություններ։ Օրինակ, փորձեք ուտել ավելի շատ սպիտակուցային եւ քիչ ածխաջրածանային սնունդ, խմել բավարար քանակությամբ ջուր եւ փորձել ավելի հաճախակի, բայց փոքր բաժիններով սնվել։ Եթե այս ամենը համադրեք, հնարավոր է մի քանի օրվա ընթացքում այդ կիլոգրամները հավաքել։ Ինչ մի քանի օր։ Ինձ պետքա 24 ժամ։ Իսկ ինչ կարելի է ուտել ավելի շատ, որպեսզի գիրանամ։ Կարող եք նախընտրել էներգետիկ արած սնունդներ, ինչպիսիք են ընկույզները, ավոկադոն, յուղոտ ձկները, տարբեր պանիրներ կամ յոգուրտներ։ Պանիր, ես տենց է գիտեի, որ պանիրը գիրացնում է։ Հետո որ ուզում եմ նիհարեմ, այդ ժամանակ հացու պանիր եմ ուտում, ասում եմ, քիչ եմ նիհարում։ Հաշան պանիրը չաղաշնում, հա? Անհատը։ Քույն ամենահամը բաները չաղաշնում արդեն, ոչ թե նիհարաշնում։ Արա 0.0001% շանս չունի դաժե։ Challenge-ը երևի սկսվել է տես մի ժամ ու կես, բայց արդեն ես օրը դանդաղ քայլի, արժան, դանդաղ քայլի էներգիա մի ծախսի։ Ու քիչ խոսա, вообще, ածդ կետ։ Սխալ ենք էցում, մեր ավտոմոբիլի այն կողմն է։ Տեսալ ոնց դեբիլացան կարա, էներգիայի հավայի կորուստներ։ Արի լավ դանդաղ կքայլեմ, գոնե չի զգացվի։ Բայց հոգնեցի։ Որը տրոք հոր անկեղծ եմ ասում։ Ես կյանքումս առավոտ բայլուս այսքան հաշ չի կերարա։ Այն մեծ միսը։ Ես չեմ սիրում սոուսներ ընդհանրապես, մի քիչ այնքան որ ձևի համար ավելացնում եմ։ Կտրատում ենք մեր սիրելի պամիդորը։ Հուսամ լոլիկները կալորիաներ պարունակում գոնե մի քիչ։ Որը ես այսքանը ոնց եմ ուտելու, բայց ես հիմա եմ հասկանում, ես այսքանը ոնց եմ ուտելու։ Ես ինչ յուղոտ է։ Օբա։ Գիտեք քաղցրը ես երբ եմ ուտում, օրինակ շատ, երբ որ լարված կինո եմ նայում, կարող հացուտեմ ու կինո նայեմ։ Հա? Ինչ արժի անել, որ չաղանալ արա։ Այլ ինչի մեջ կալորիա կա։ Ուրու։ Ինձ մտածում փոքր բաների վրա կենտրոնանանք, բայց որոնք հաստատ քաշ են ապավում։ Самый калорийный продукт это чистое жира и масло։ Կարագի մեջ ահավոր շատ է, կոկոսի մեջ շատ է։ Որը բանանի մեջ էլ է շատ, արա։ Բանանի մեջ կալորիան շատ է, երթում եմ, հեսա գրած է особенно բանանի։ Ամենակալորիա պարունակող միրգը դա տանձն է։ Հեսա գնում ենք տանձ առնենք, հետո պանիրի մեջ էլ է շատ կալորիա։ Catching prod։ Ես ոобще չի սպասում։ Քանի որ հեղուկները գիրացնում են, ես պատրաստում եմ իմ տեսած ամենամեծ տաք շոկոլադը։ 1 Սեսի շատ համբա։ 3 4 Փոքր ժամանակ, երբ որ մեր տունը շատ մարդիկ էին հավաքվում, կոֆենսս բանի մեջ էինք սարքում, որտեղ ջազմի մեջ տեղ չէր կանել, ուսա չերեփով լցնում էինք։ Ուրեմն եկել է փուլ 2-ի ժամանակը։ Մենք հենց հիմա գտնվում ենք ավանդական մրգի խանութի դիմաց, որտեղ կմտնենք, կգնենք բանաններ, որովհետև ես պարզեցի, որ բանանի մեջ շատ է կալորիան։ Համել կգնենք տանձ, որովհետև ChatGPT-ն ասես տանձի մեջ էլ է շատ կալորիա, ու դե կտնենք, էլ ինչ միրգ կա, որը չաղացնում է, կգնենք։ Գո։ Արդես, գազան տանձ ենք առնում, տանձի մեջ շատ է կալորիան, բանանի մեջ էլ է շատ կալորիան։ Օրես են գազան խաղողներից է։ Օրես տեսեք ինչ կալորիաներ ենք ստանում։ Սպասեք, լավ։ 1 կալորիա, 2 կալորիա, 3 կալորիա, 4 կալորիա ու 5 կալորիա։ Այսքան է ազիվ է ուտել։ Ցելի կյանք ես խաղողը տեսա TikTok-ում։ Չկերա, ուտում ենք։ Բանանը իմ ամենասիրած միրգն է, գիտեք, չէ՞։ Ձեր միրգը ո՞րն է։ Կոմենտներում հələ գրեք։ Միրգը գիտեք ինչ առողջարար է։ Պրոստը պետքա ճիշտ ընտրություն անես, էլի։ Բանան ջան, հələ արի մեր մոտ։ Էսի հերիք է այս թոմը։ Всё, մենք մեր մրգերը գնացինք։ Հեսա տեսեք ինչ ենք դառնում։ Ոխ, ինչ լոնուշ հուտո գոլիս։ Սիրունա, չէ՞։ Գիտես հեսա ինքը ինչա լինում, հեսա հալվում է, ու սենց խմելուց կփնում է բերանին, նենց համով, նենց հաճելի է լինում, չես պատկերացնի։ Ոյ, էս ինչ լավն է։ Ես ուղղակի կաթ չեմ սիրում, դրա համար կաթնայինով չեմ սարքել, բայց կաթով էլ շատ համով է լինում։ Ոյ, եսի, որ հաստատ միջև վերջ խմեմ, գիտեք ինչ եմ լինելու, փորով ջաջա։ Նախ եւ առաջ փորձենք այս հրաշքը, որովհետեւ արը միշտ տեսել եմ, ասել եմ աղբոր ջան, ո՞նց կրես ինձ բաներները։ Ինչ ինչա, այս խաղող չի, խափում են։ Մի հատ ինձ համն է հետաքրում, համը իրար հետ մի հատ հասկանանք էլի արժի առնել թե չէ։ Ոնց է շլորները լինի մարդ։ Իսկ գիտես ոնց մարդուն կգերացնի։ Նույն խաղողն է։ Ոչ մի տարբերություն, արա 0 տարբերություն, պրոստը մի քիչ մեծ է։
Դուք չեք պատկերացնում ուղղակի իմ օրգանիզմում հենց հիմա ինչա կատարվում։ Ինչ ուտում եմ, այն որ զգում եմ, որ դա գնաց օրգանիզմս ու всё, լրվա բնդե, տեղ չկա։ Գերեդեք դուք սրանից։ Այն մեծ խաղողներից։ Հələ եկեք, նկարում ենք ով ավելի շատ կչաղանա 24 ժամ, ես թե Լիլիթը։ Ես կչաղանամ, չէ՞, սա մի ժամից կշռում ենք արդեն հասկանանք ով է չաղացել։ Հələ փորձեք տեսեք լավն է թե տենց խափել են։ Համավա։ Չեք ուզում չաղանակ։ Արի բարբա կապ։ Արի։ Դավայ։ Արի։ Ինչ պիտի անեմ, բարբեն ո՞րն է։ Ոտ մտնես։ Ոտ մտնեմ։ Ուրա։ Իվարիկան հեսա ոտը մտնեմ։ 3, 2, 1, հուպ։ Ես ողջ եմ։ Շնորհակալ եմ ընկերս։ Ոտ մտա։ Եկեք չաղանանք։ Օրիք դիճ օպերկոտ արին կցին բոլեն։ Սաղցուն եղա։ Սենց արեց։ Լավ, հետի մերը չաղանալն է, սպասեք լե, էներգիաս կորցեցի։ Դու ո՞ր ոչ շուրտվեց որ։ Արե տանձը ես գիտեմ, որ շատ է չաղացնում, անկեղծ եմ ասում, բայց պետք է ուտել։ Օրիք ոնց քցին բոլեն։ Հնգելներս, դուք բարբի չեմպիոն պիտի դառնաք։ Ես նայեմ հպարտանամ, ասեմ, ես պատիվ ունեմ, իրանց կողմից ընկել եմ գեյնին։ Տշել են հացով, ես իրանց կողմից ծեծ եմ գեյ։ Դες ուտել ո՞րն արա։ Ֆուրցրին կսեն։ Դուք այն տարեկան էիր։ Այս դեպքը ոչ մեկին չպատմես, որ 12 տարեկան ժամանակ 23 տարեկան արշին կցիմ բոլեն ջարդիմ։ Էդի գխարկիցս էր, որ կարացար։ Այսօր ամբողջ օր ես էներգիա չեմ ծախսել ընդհանրապես։ Ու ոնց որ ինչ ուտում եմ, գնում եմ ստամոքսից մեջ լրվում է, էլի։ Հիմա գոնե էներգիա գնա, այդ ոնց որ մի ցկլ սենց այն հին կերասներիցս վերցնի, որտեղ ունենամ գոնե կանամուտա։ Խայտարակություն աղբեր կմեռնեմ։ Այսպես երեխեք սա կմտածա ես կիբեր տրակ եմ։ Երեխեք, չէ, ես вообще շատ չեմ ուտում։ Ուղղակի սա պրինցիպի հարց է։ Որովհետև ամեն վիդեոյում ես եմ պարտվում, չգիտես ոնց։ Քոնես չաղանելու վիդեոյում եմ ուզում ես հաղթեմ։ Արդար չլինի, արդարա չէ։ Տանում դասավորը։ Դե շլավա բարբիշ չես։ Դժան կցին դե բոլին տշին։ Այն ընկերներդ են։ Չէ, բայց ես թույլ չեմ, էլի, պրոստը սարվուցից սղած ոտս։ Ընկատ են։ Ճոգեր։ Ճոգեր։ Նորեղ բարբիշ եմ ես։ Գեր։ Միրգ շատ ես ուտում։ Գեր, միրգը վիտամիններ, մկաններ, սա դստում է։ Ինձ մոտիվացիա ուտեմ, էլի։ Քայլեցինք դեպի Լիլիթ։ Դու իմը չես տեսը պրոստը։ Կարճ ասած դու վստահ ես որ չես մտնելու այդ սառուցով լի ջրի մեջ։ Ես 100% վստահ եմ որ ես չեմ մտնելու։ Okay, իմ քաշը 72.700, քոնը 56.400։ Բոթասներ անպայման պետք է հանես։ Նայեք հələ։ Հələ քաշը նայեք։ 2 կիլո մենակ բոթասներ է։ Լովը բոթասներով չկանգնա։ Կանգնի։ 60 ամբողջ 200 արա։ 3 կիլո 800 գրամ արա։ Օրայք իմ համար գիտես ինչա։ Ուզում եմ գնամ տուն շոտ։ Ես մենակ կուրկես չէ պետք է անեմ։ Ուրեմն սկզբնական քաշը եղել է 72 կիլո 700 գրամ։ Արժան, արիշքան պետք է խփեմ որ կրեմ։ 3 կիլո։ Սխալա։ Չի կարարա։ Մի հատ էլի կանգնի։ Ինչքան է Մի հատ էլի կանգնի։ Ես ինչքան է։ 72-700։ Այսինքն ես 400 գրամ եմ չաղացել։ Հապե կանգնի։ Լեր չի կարա, եսի սխալա ցույց տալի։ Okay, այսքանով ավարտում ենք մեր այսօրվա վիդեոն, հաղթեց Լիլիթը, այսինքն ես վաղը շորթով կմտնեմ սառը ջուրը։ Հաջողություն։